Արևը հեռանում է։ Այս ինչ է ինձ հետ կատարվում։ Կարծես արբած եմ օդի բուրմունքից։ Թռչունների ծլվելոցը ունքս է շոյում։ Մարմինս երջանիկ է։ Իմ ներսում թագավորում է բութ դատարկությունը։ Կյանքի յուրաքանչյուր վայրկյանն ինձ դժվարությամբ է տրվում։ Այն ներկայացավ ոչ այնպես, ինչպես ինքս էի երազել։ Հրաշագեղ արևը լքում է ինձ մինչ հաջորդ առավոտ։ Անտանելի է նրա գեղեցկությունը։ Անտանելի է նրա երջանկությունը։ Երանի խավարի քողը շուտ ծածկի նրան։ Այս ինչ է ինձ հետ կատարվում։ Ինչու են կտրվել հոգիս արևի հրաշագեղության հետ կապող բոլոր թելերը։ Ինչու է նա այդքան ամուր կապված անմտությանը։ Ինչու է նա հիվանդության պես մերկ։ Ինչու հոգիս ինձ չի լքում ինչպես իմ արևը ու չի թողնում, որ մոռանամ անմտությունն ու վերջապես հանգիստ լինեմ։ Եվ ինչու է նա պահանջում այն, ինչ լինել չի կարող։ Ինչու են մանրուքները անդադար թունավորում նրան։ Ինչու ոչնչություններն այդքան շատ են, ինչու է ժպիտը դարձել հազվադեպ։ Իմ արևը այլևս չկա։ Այն արդեն ուրիշինն է։ Հիմա ես անտուն եմ մինչ գիշեր։ Գիշերը լուսինը կդառնա ակնհայտ, գիշերը նա կհամբուրի ինձ իր սառը լույսով։ Գիշերը հոգիս կվերափոխվի։ Մեզ, ապրողներիս, թվում է, թե կյանքն այնպես բնական է ու անհրաժեշտ, ինչպես բարի լույսն ու հացն հանապազորյա։ Եվ երկնային այս գոյությունը մեզ պարգև է թվում միայն այն ժամանակ, երբ մարդն այլևս ապրողների հետ չէ։ Նա արտիստ էր։ Մենք ճանաչում էինք նրան կինոյից ու թատրոնից։ Մեզ արդեն ծանոթ, արդեն յուրային դարձած դերերով ու կերպարներով։ Արդյոք ճանաչում էինք նրան։ Գուցե ինչ-որ բան հիշողությունից զատ թողել են ամես իրենից հետո, իրեն զգալու, ճանաչելու, ամենքին ի վերուստ տրված խորհրդավորին առնչվելու համար։ Մարդը մի անսահման աշխարհ է, որից ներս քչերին է թողնում։ Միակը նրա կինն է, դերասանուհի Կարինե Քոչարյանը, որի օգնությամբ էլ փորձենք մուտք գործել Վլադիմիր Քոչարյանի աշխարհ։ Եվ իր դաստիարակությունը ստացել տատուց։ Շատ բարի քրիստոնյա մի կնոջից, որը տեսավ Եղեռն 15 թիվ եւ հասցրեց խեղճկինը տեսնել նաեւ երկրաշարժ։ Բայց ամբողջ կյանքի իր դևիզը մնաց բարություն, մնաց մեծահոգություն եւ նույնը տվեց եւ իր թոռանը։ Ընտանիք,
Վովան միշտ ասում էր, որ մարդու ամենամեծ հարստությունն ու սրբությունը դա ընտանիքն է։ Եվ սիրում էր կրկնել հայտնի այն միտքը, որ ազգերը հզոր են ու հարուստ են միայն իրանց լավ ընտանիքներով։ Այս տունն էլ ինքը կառուցեց մենակ։ Ու ասում էր, իմ կյանքի լավ գործն եմ անում, տուն եմ սարքում, կնոջս համար, տղայիս համար, թոռներիս համար, իսկ ես միշտ վերջում ավելացնում եմ, իսկ ինչու ոչ քո համար։ Երևի մի բան զգում էր, գիտեք, ինտուիցիա ուներ շատ, խորը ինտուիցիա։ Երիտասարդ տարիներին, երբ մենք հանդիպեցինք, մենք շատ վաղ ենք ամուսնացել, 19-20 տարեկան, շատ վախենում էր մահվանից։ Ես դա այնքան էլ չէի հասկանում, որովհետև երևի ավելի բնական էի նայում կյանքին ու մտածում էի, որ եթե ծնվել ենք, պիտի ապրենք մինչև խոր ծերություն։ Ու իրան միշտ ասում էի, տեսնում ես, տատդ արդեն 80-ն անց է, հետո 90-ն անց է։ Չգիտեմ, հետո անցավ այդ վախը, հետո ավելի եկավ կյանքը իր պահանջներով։ Այդ բարությունը, սերը, աշխարհը ընկալելու յուրովի շատ խորը հատկությունը Վովան փոխանցեց արվեստում, շատ էր սիրում աշխատել։ Երևի արդեն երբ որ 30-ն անց էր ու էլի աշակերտի պես աշխատում էր, աշակերտի պես ուսումնասիրում էր մի քիչ նույնիսկ ծիծաղելի չասեմ, բայց նենց ժպտալու մոմենտ կար։ Երբեմն երբ ես արթնանում էի ու տեսնում էի, որ արդեն գիշերը 4-ն է, 5-ն է, ինքը նստած ինչ որ գրում է կամ նկարում, գրում, ժպիտ էլ իհարկե առաջացնում, որովհետև չի կարելի, եթե դու մի որևէ պիեսի ինսնիրովկա ես անում, ինսնիրովկան գրել 5 կամ 10 անգամ։ Մտածում ես ինչու ես այդքան շատ, այդքան մանրակրկիտ աշխատում։ Սիրում էր ամեն ինչի մեջ շատ խորանալ։ Իր աշխարհն ուներ, շատ խորը մի աշխարհ, բայց չափազանց բան էր, պինդ էր այդ աշխարհը, չէր սիրում ուրիշներին ցույց տալ, եւ դա էր երևի պատճառը, որ ունենալով թեկուզ հենց սկսենք նկարչական այսքան աշխատանքներից, երբ իրեն առաջարկում էին ցուցահանդես կամ ցուցադրվել, ասում էր ես դեռ պատրաստ չեմ։ Ես իհարկե դա չէի հասկանում, նույնիսկ կարող եմ ասել չէի ընդունում, որովհետև երևի մի քիչ անհամբեր ավելի նատուրա է եւ արվեստագետին դա էլ մի քիչ հատուկ է, որ մի բան անում ես, ուզում ես, որ մարդիկ տեսնեն, մարդիկ գնահատեն, վերջը արվեստը դրա համար է, որպեսզի ժողովուրդը նայի ու գնահատի, իսկ ինքը չէր շտապում։ Ու շատ էր սիրում կրկնել այդ խոսքերը, որ կար միշտ տապի, ամեն ինչ ունի իր ժամանակը։ Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Երևի հիմա ես շատ եմ ափսոսում, որ ինքը չշտապեց, որ ինձ թվում է, որ կային օրեր, տարիներ, շաբաթներ, որ ինքը կորցրեց, բայց երբ որ գնաց Վովան ու ես նայում եմ այն ամենին, ինչ որ նա թողել է, ես զգում եմ, որ նա ոչ չէր կորցրել ոչ մի վայրկյանը, որովհետև այս գործերը, որ նա նստած կարծես թե կողքից տպավորություն էր, որ ոչինչ չէր անում, պարզվում է այս գործերն էին ստեղծվում էին նույնիսկ փոքր մի մատիտով, ստեղծվում էին բանաստեղծություններ, ինձ հետաքրքիր է։ Ստեղծվում էին բազմաթիվ գրվածքներ, տետրեր, որոնք այսպես ասած ես նույնիսկ ես գիտեի ամենը իհարկե։ Ես երևի այն երջանիկ մարդկանցից էի, որոնք մինչև վերջին վայրկյանը գիտեին ինչ է, բայց հետաքրքիր է բանաստեղծությունները, որոնք գրված են պիեսների, որոնք գրված են դերերի ետևում։
երբ որ ես սկսեցի հանել ովայի արխիվները ու նայել, մտածում եմ Աստված իմ, կարելի է այսքան անփույթ լինել, եւ միևնույն ժամանակ գուցե եւ դա անփութություն չի, դա ավելի շուտ ինքը իրեն չմեծարելու հատկությունն է, որ գրում էր բանաստեղծությունները այսպիսի մի կողմը տպագրված դերն է, մյուս կողմը բանաստեղծություն, կողքը նկարներ, ուզում եի այս բանաստեղծությունը ձեզ համար կոչվում էր ինքնասպան, լռություն մի քիչ ահա ամենը, ու կարծես մի պահ ոչինչ չտիրեց, տիրեց ու ժպտաց մեղմ սարսափելի, ժպտաց ինձ գրկեց, համբուրեց հոգիս, ու խռովեցին հոգուս ծովերը, մշուշը պատեց հոգուս սարերը, խելագարվեցին հոգուս ձիերը ու տնքաց միտքս, անզոր իմ միտքը մեծ ոչինչի դեմ։ Եվ այսպես շատ բանաստեղծություններ, ոմանուներ ռուսական կրթություն եւ երբ որ մենք նոր ծանոթացանք, ավելի մի քիչ ռուսական օրիենտացիայով էր։ Բայց դարձավ երևի ամենամեծ հայը։ Ուսումնասիրեց շատ խորը ուսումնասիրեց Լեո, շատ խորը ուսումնասիրեց Տարեկացի, շատ խորը ուսումնասիրեց Խորենացի։ Չէր սիրում, որ ինքը մի բան չգիտեր։ Ես հիշում եմ, երբ որ Խորեն Աբրահամյանն առաջարկեց իրեն շատ բեմադրել, ընդամենը մի շաբաթ տևեց այդ իր երջանիկ օրերը, հետո պարզվեց, որ ինչ-որ պատճառներով մի խոսքով ինքը չարեց այդ գործը, բայց մի շաբաթ մեր այս տունը ամբողջ Կիլիկիայի ժամանակաշրջան էր, ամբողջ ուր գնում էի ինչ-որ գրքեր, երբ հասցրեց, ամեն բարև տվողին ասում էր, ես ինչ գիրքը ունես, են ինչ գիրքը ունես, հետայրքին է։ Իսկ այս տետրերը գրվել են տարբեր տարիներ, գրվել են մտքեր, գրվել են էքսպլիկացիաներ, սցենարներ, նույնիսկ սցենար, այդ բան ունի գրված, մենք ենք մեր սարերը ֆիլմի ռեցենզիա։ Ես դրա մասին չգիտեի, երբ որ կարդացի շատ զարմացա եւ շատ հետաքրքիր մեկնաբանություն էր Յուրովի։ Սիրել էր այդ ֆիլմը, նստել գրել էր։ Բայց ոչ ոք չգիտեր դրա մասին, ոչ մեկին չէր ասել։ Սա Համլետն է, Համլետի դերը, որ Լենինականի թատրոնում սկսեց, որ նույնպես անավարտ մնաց, բայց խնամքով կազմած, խնամքով ամբողջ դերը, դա 76-7 թվականներին էր, չէ հիմա այսպես կա։ Գիտեք, ինձ երբեմն որ զրուցում ենք, ես շատ խոսում եմ իրեն ռեժիսորական մոմենտների մասին, մարդիկ երևի մի փոքր զարմանքով են դրան վերաբերվում, որովհետև ովան կարող եմ ասել, որ որպես ռեժիսոր, եթե շատ խիստ չլինի, չկայացավ, չնայած նա Լենինականում բեմադրեց Բրեխտի Կուրաժ Մայրիկը եւ նրա երեխաները գործը եւ բավականին հետաքրքիր, նա չուզեց Բրեխտի թատրոնի սիստեմով բեմադրել, ասեց, որ Լենինականի հանդիսականը երևի պատրաստ չի Բրեխտի թատրոնը ընկալելու եւ ավելի Ստանիսլավսկու, եթե այդպես կարելի ասել, սիստեմով, այսինքն վերապրման թատրոնի սիստեմով բեմադրեց եւ շատ խորը այդ ընթացքում շատ ուսումնասիրում էր, քանի որ ինքը նկարիչ է, ավարտել է Մերկուրովի անվան Լենինականում նկարչական ուսումնարանը ու շատ սիրում է նկարչությունը, համարում էր իր երկրորդ, իսկ շատերը նույնիսկ առաջին մասնագիտությունը։ Ամբողջ այդ Բրեխտը բեմադրելու շրջանում ուսումնասիրում էր շատ եւ ֆինալը շատ գեղեցիկ էր, պիետա էր արել եւ այդ ամբողջ կոմպոզիցիան շատ վերցրած էր տարբեր նկարիչներից ու շատ խոսուն էր։ Մոսկվայում
Բրեխտյան փառատոնին մրցանակ ստացավ։ Դա իր դիպլոմային աշխատանքն էր։ Հետո Լենինականում բեմադրեց Յոզաս Գրուշես, կա հետաքրքիր շատ հեղինակ, Սերջաս Սատանա, որը երիտասարդության մարդկանց մի խոսքով դեգրադացիայի ու շատ այսպիսի մոմենտների մասին մի աղջկա տրագեդիայի, որը կյանք է մտնում մեծ սիրով, մեծ հավատով, մեծ ընկալումներով եւ սկսած ծնողներից, ուսուցչից եւ նույնիսկ իր ամենամտերիմ ընկերներից հասցնում են իրան այն ահավոր վիճակների, որ կյանքը վերջացնում է ինքնասպանությամբ։ Գիտեք, ավելի շատ երևի դա մարդ աղջիկ չէր, ինչքան բողոքի, թե սիրո, թե չգիտեմ ինչի սիմվոլ։ Եվ իր մահով կարծես ինքնասպանությամբ մեծ բողոք էր նետում։ Ես երջանիկ էի, սխաղում էի այդ կերպարը Բեատրիչը։ Առհասարակ Լենինականը Ովայի վրա շատ, որպես արվեստագետ, շատ մեծ հետք է թողել, մեծ ազդեցություն։ Մի օր հիշում եմ, դեռ Լենինականում էինք աշխատում, ասեց, կար մի բան ասեմ, ասեց, սիրում էր տենց նախաբաններ, ուզում եմ, ասեց, հեղնար աղբյուր բեմադրել։ Դա ինձ համար շատ տարօրինակ թվաց, որովհետև Վովան, ես իրեն գիտեմ, որ դաստիարակվել էր եւ ոգևորված էր ժամանակակից շատ դրամատուրգիայով, խնդրում էր մարդկանց, որպեսզի անգլերենից թարգմանեն Սարտր, Բեկետ, Իոնեսկո, եւ հեղնար աղբյուր մի տեսակ թվում էր, որ իրենից հեռու է։ Ասեց, ես շատ խորն եմ զգում Լենինականը եւ իմ հեղնար աղբյուրը ասեց կլինի մեծ, ասեց պալատնո, ամբողջ Լենինական քաղաքը, կլինի ասեց բեմում մեծ կտավ, որի հիմքում կլինի, ասեց, հեղնար աղբյուր պիեսը, բայց դա ոչ զուտ հեղնար աղբյուր։ Իսկ վերջերս գնալուց 2 օր առաջ, ասեց, ես ուզում եմ, ասեց, Սունդուկյան թատրոնում բեմադրել Սամվել։ Նորից ինձ համար դա զարմանալի էր, ասեց, ինձ թվում է, ասեց, հիմա շատ կհնչի Սամվելը, Ռաֆու, Սամվելը, ասեց, դա այն երիտասարդն է, որ այսօր, ասեց, գնաց Ազատության հրապարակ, գնաց մեծ հավատով դեպի երկիրը, դեպի կառավարությունը, դեպի իր հայրը, դեպի ժամանակ ինֆորմացիոն ծրագիրը, դեպի թերթը Պրավդան եւ բոլորը իրեն խաբեցին բոլորը, խաբեցին նույնիսկ ծնողները եւ երիտասարդ վառվռուն տղային դարձրին մարդասպան։ Ու հետո երկար մի քանի օր անընդհատ խոսում էր դրա մասին, խոսում էր նոր տեսարանների մասին, մտածում էր, որ գնալով ինքը ոգևորվում էր եւ ինձ էլ ոգևորում նույն մտքերով։ Լենինականում նա բավականին լավ դերեր խաղաց եւ թող անհամեստություն չլինի, իմ կողմից ասելը լավ խաղաց։ Մարդիկ մինչև հիմա հիշում են իր Ռասկոլնիկովը, շատ գեղեցիկ օր էր պրեմիերայի օրը, երբ որ բեմում բազմաթիվ ծաղիկների կողքին մի երիտասարդ իրեն կացին նվիրեց։ Դա դարձավ երկար տարիներ վեճի առիթ, թե ինչու նվիրեցիր։ Ուզում էիր ասել, որ Ռասկոլնիկովը իրավունք ուներ սպանելու, հայտնի տեսությունն է, որ Դաստոևսկին վերցրել է, որ կան մարդիկ, որոնք իրավունք ունեն, երևի թե։ Եվ այս վեճը նույնիսկ մարդիկ, որոնք արվեստից հեռու էին, նույնիսկ մարդիկ, որոնք դառը ճակատագիր էին ունեցել, բանտում էին նստել ու դուրս եկել, հիշում եմ հաճախ գալիս էին տուն, նույնիսկ կամ թատրոն, ու սկսում էին Վովայի հետ մտնել մեծ դիսկուսիայի մեջ, Վովան միշտ ասում էր, այս մարդկանց կարթվում է, թե ես իսկապես Ռասկոլնիկով եմ, մեկ մոռանում են դերասան եւ կերպար իրարից տարբերելու կարողությունը կորցնում են։
Իսկ ես կողքից մտածում էի, ինքը չէր սիրում, որ իրեն կոմպլիմենտներ էին անում, հատկապես չէր սիրում, երբ որ ես էի կոմպլիմենտ անում, որովհետև համարում էր, որ դա շատ սուբյեկտիվ է, բայց ես մտածում էի, որ երևի դա քո հաղթանակն է, որ հետո մարդիկ գալիս են քեզ մոտ եւ վիճում են քո մտքերի շուրջ, այսինքն Դոստոևսկու գրված Ռասկոլնիկովի մտքերի շուրջ։ Լենինականում խաղաց Մոցարտ, Լենինականում խաղաց Կուսկոմի քարտուղար Գելմանի շատ հետաքրքիր մի պիեսում, նույնիսկ դրանից հետո իրեն ուզում էին կուսակցության շարքերը ընդունել, ինքը ասաց, որ ես դեռ դրան պատրաստ չեմ։ Բայց խաղում էր լավ ու վատը չգիտեմ, դժվարանում եմ ասել, բայց որ խաղում էր շատ հոգով, շատ սրտանց, ես դա կարող եմ ասել։ Եվ դրա վերջին ապացույցն էլ այն էր, երբ որ նա Սունդուկյան թատրոնում խաղաց Սողոմոն Թեյլերյան, դա ամեն ներկայացման օրը մեզ համար դա մի ծանր օր էր, առավոտից արդեն օրը ծանր էր, որովհետև ինքը ուներ շատ ծանր տրամադրություն, որովհետև այդ օրը գոնե մի 2 անգամ պիտի գնար օպերայի բակ, Ազատության հրապարակ, սիրում էր այդ բառը ու շատ հավանում էր այդ անունը, պիտի շրջեր, պիտի մարդկանց հետ, որոնք նստած էին այնտեղ նստացույցի եւ այլն զրուցեր, հետո նոր գնար ներկայացման։ Շատ լարված, շատ նրվային վիճակում էր լինում եւ ես դա իհարկե հասկանում էի եւ դա բոլորին էլ շատ հասկանալի է, որովհետեւ ասում էր սա այն կերպարն է, որտեղ պետք չէ խաղալ, դերասանությունը անզոր է, կամ դու պիտի կանգնես քո ժողովրդի առջև եւ տառապես նույն տառապանքներով, ինչ որ Սողոմոն Թեյլերյանը, կամ դու իրավունք չունես կանգնելու։ Իսկ ամեն ներկայացման պատկերացրեք տառապել նույն ուժով, ինչ որ Սողոմոն Թեյլերյանը, ինձ մեր թատրոնի տարեց կանայք, որոնք շատ սիրում էին Վովային, միշտ ասում էին սնունդ տուր այդ օրը Վովային, ասում էին, որովհետեւ կարող է հանկարծ տղային մի բան պատահի, այդպես չի կարելի, դա արդեն դերասանություն չի, դա տառապանք է, իսկ այդ տառապանքը իր մեջ միշտ ուներ։ Շատ սիրում էր, ընդհանրապես երևի ես երբեմն ասում էի, հումորով ասում էի, որ տես բան կա, որ դու կարդացած կամ ուսումնասիրած չլինես, հետաքրքիր է, նա սկզբից ուսումնասիրեց բավականին երկար եւ տարվեց քրիստոնեությամբ, աստվածաշնչով, բնական է, որովհետև Դոստոևսկիով էր տարված, հետո անցավ հնդկական փիլիսոփայությանը, հետո անցավ չինական եւ չինական փիլիսոփաները դաոսիզմը եւ տարբեր ուրիշ ուղղությունները դարձան իր կյանքի կրեդոն։ Նույնիսկ դա էլ իրեն շատ նման էր, որովհետև գիրքը ինքը չուներ, վերցրեց գիրքը եւ նստեց ամբողջը ձեռքով արտագրեց ընդհանուր տետրերում եւ շատ հաճախ սիրում էր կարդալ, սիրում էր, որ նա դա իրեն մոտ արդեն պահանջ էր եւ ապրում էր դրանով։ Շատ սիրում էր Գոգոլ։ Այս գործը ես ուզում եմ ցույց տալ, սրանք էսքիզներ են Գոգոլի Նևսկի պրոսպեկտին։ Սա երևի սա եւ հատկապես շատ սիրում էր նկարել։ Դեռ շատ կարող եմ ասել մանուկ հասակից։ Երբ մենք նոր ծանոթացանք, հիշում եմ Երևանում էինք ապրում, հետո մենք 4 տարի ապրեցինք Լենինականում ու աշխատեցինք Լենինականի թատրոնում։ Երբ որ ուզում էր ինձ շատ գեղեցիկ օր ստեղծել, ասում էր արի գնանք Վարամաբերդ, ես ընդեղ էտյուդներ կանեմ, էսքիզներ կանեմ։ Վարամաբերդը իր եւ իր ընկերների, որոնց մի քանիսի պորտրեներ ինքը ունի, փոքր տարիքում նկարած։ Սա վաղուցվա գործեր են, ինքը այս գործերը արել է 18-19 տարեկան հասակում։ Նկարչությունը իր համար ամեն ինչ էր, ամեն ինչ։ Կարող էր ժամերով վերանալ նկարելով, վերանալ մեծ վարպետների գործերը նայելով եւ ապրել դրանով։
ու առհասարակ միակ բանը, որից նա գաղափար չուներ եւ որի մեջ երբեք չէր խորանում, դա կենցաղն էր։ Կենցաղային բոլոր դժվարությունները ես էի տանում գիտակցաբար, որովհետեւ մտածում էի, որ իրեն համար դա դժվար է, առանց հետ էլ ինքը իր կյանքը դժվար էր ապրում, չէի ուզում, որ կենցաղային դժվարություններ գումարվեն։ 77 թվականին մենք եկանք Երևան, Շունդուկյանի թատրոն, Միջալոց Վարդան Աջեմյանը, որը իմ կուրսի ղեկավարն էր, ինքը շատ էր ուզում, որ մենք հենց ինստիտուտ ավարտելուց հետո գանք Երևան, բայց երևի հովայիսերն էր դեպի Լենինականը, Լենինական քաղաքը եւ Լենինական թատրոնը, փաստորեն նա մանկությունից, քանի որ դերասանի ընտանիքում էր մեծացել, մանկությունից շատ կապվել էր Լենինականի թատրոնի հետ ու առհասարակ ինչ որ մի քիչ ավելին էր իրեն համար, մի քիչ ավելի սուրբ էր կապված էր Լենինականի հետ։ Ամենագեղեցիկ պեյզաժը, ամենագեղեցիկ գարունը, ամենագեղեցիկ աշունը դա Լենինականում էր իր կարծիքով։ Ամենագեղեցիկ աշխարհում արևամուտը նա համարում էր, որ Լենինականում է եւ սիրում էր պատշգամբում նստել ու ժամերով նայել արևամուտին։ Ընդհանրապես ասում էր միշտ ապիր։ Կարծես դեվիզ դարձրած լիներ այդ խոսքերը, միշտ ապիր։ Ասում էր ռեժիսուրան դա հասուն մարդու արվեստ է, պիտի շատ պատրաստված գաս այդ արվեստին։ Եղան առիթներ, երբ որ Սունդուկյան թատրոնում իրեն առաջարկեցին բեմադրել պիեսներ, որոնք իրեն մոտ չէին։ Դա 13-րդ նախագահն էր, չնայած ինքը այնտեղ դերակատար էր։ Ու հրաժարվում էր, ես գիտեի, որ ապրում է դրանով, ես գիտեի, որ ամբողջ էությունով, եթե մեկ-մեկ ասում էի, որ աշխարհում ամենաշատ ինչ կուզես, չէր պատասխանում, ծիծաղում էր կամ մի ուրիշ բան էր ասում, բայց հետաքրքիրն է նա, որ ես գիտեի, որ ամենաշատ ուզում է բեմադրություն անել, բայց եթե պիեսը իրեն հոգեհարազատ չէր, եթե պիեսը իրեն բան չէր, սրտին մոտ չէր, նա միանգամից հրաժարվում էր։ Մի բանը շատ ափսոսում եմ, ինքն էլ շատ ափսոսում է, ու կարծում եմ, որ Արմենն էլ շատ ափսոսում է, որ չտեղափոխվեց դրամատիկ թատրոն, ու չեկավ Արմենի հետ աշխատելու, որովհետև իրենք երևի իրար հետ ծնված մարդիկ էին, այսինքն համախոհներ, ու էլ ուրիշ բառ չեմ կարողանում ասել Արմեն ջան, համախոհներ։ Կարծում եմ այդ բառը քիչ չի ինչ որ ասեցիր, Կարինե։ Որովհետև ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում եւ թույլտվություն եմ փնտրում նաեւ քեզնից ասելու իմ խոսքը Վլադիմիր Քոչարյանի մասին եւ այդ խոսքը ասելիս առաջին հերթին ուզում եմ խոսել որպես արվեստագետ ընդհանրապես Նա երևի թե իր ամբողջ կյանքը պատրաստվում էր ռեժիսուրայի անցնելու եւ համոզված եմ, որ ինքը ճիշտ էր մտածում, որ ռեժիսուրան դա շատ հասուն մարդու պրոֆեսիա է եւ երեք իմաստ կա ինձ համար ռեժիսուրայի մեջ, որոնցից մեկը, այսօր ես կուզենայի ասել, դա ժամանակն է։ Խոսքս բեմական ժամանակի մասին չէ, խոսքս այն ժամանակի մասին է, ուր ծնվում, հասունանում եւ գործում է ռեժիսորը։ Գուցե այսօր ուշ է Վլադիմիրի մասին այդ խոսքը ասել, գուցե շուտ է, չգիտեմ ես, բայց քանի որ պիտի խոսվի այսօր, ես կարծում եմ, որ ճիշտ պահն է ասելու։
Ասում են այդպիսի ընդունված կարծեմ ֆրազներ կա, չէ՞, Կարինե, որ ասում են նա ծնվեց ժամանակից շուտ, նա ծնվեց ժամանակին, նա ծնվեց ժամանակից ուշ։ Ճշմարիտ արվեստագետ համարելով Վլադիմիր Քոչարյանին, Վովային, իմ ընկերոջս, իմ արվեստագետ ընկերոջս առաջին հերթին, ես պիտի ասեմ հետևյալը. նա ծնվեց, որովհետև պիտի ծնվեր, իր ժամանակի մասին, այդ ասպեկտով ես չեմ կարող խոսել, Վովայի մասին, որովհետև ես կարծում եմ, այն շրջանը, որ մենք ապրել ենք և ապրում ենք, այսօր և կարծում եմ, որ դեռ կապրենք հետագայում, ժամանակ գոյություն չունի իսկական արվեստագետի համար, չունի գոյություն ժամանակ ինչ իմաստը, որովհետև չկա մի ճիշտ սիստեմ մեր երկրում, կենցաղավարություն և փոխհարաբերություն դարձած մի ճիշտ սիստեմ, որպեսզի կարողանաս ինչ-որ ժամանակ վերագրել այս երկրին։ Ես օրինակ չգիտեմ ինչ ժամանակում եմ ապրում։ Թող որ ինձ թույլ տրվի ասել, որ Վլադիմիր Քոչարյանը երևի թե ապրում էր մի ուրիշ փոխհարաբերությունների համար, որտեղ կարող է ճիշտ գնահատվել արվեստագետը, որտեղ արվեստագետը մի այնպիսի ժամանակ, որ երևի թե ուրիշ երկրներում կան և կան անպայման, որովհետև մենք գիտենք արդեն, տեսնում ենք, գնում ենք, շփվում ենք, որտեղ արվեստագետը չի փնտրում անպայման այն մարդկանց, որոնք իրեն պիտի արժեքավորեն, որոնք իրեն պիտի պայմաններ ստեղծեն, ստեղծագործելու, այլ ուղղակի եթե նա կա, եթե նա ամենափոքր մի առիթով նկատվում է, նրա համար կա նաև պայմաններ առանց, գիտեք ինչ, Վովան, ես կարծում եմ իմ տպավորությունը այդպեսին, որ երբեք կյանքում խնդիր էլ չդրեց իր համար, նա այնքան խելոք մարդ էր, որ այդ ամեն ինչը հասկանում էր, բայց երբեք իր առաջ խնդիր չդրեց և չսովորեց այս շարժումը կյանքում։ Դա համարում էր ծիծաղելի մի բան ինքը, որոնցից այդ շարժումով գուցե և ինքս էլ մի քիչ արդեն սկսել եմ տառապել, կամ տառապում եմ օրվա մի ժամը, 2 ժամը, Աստված չանի այդ ժամերի քանակը 24 ժամում մեծանա, իսկ դրա բոլոր հնարավորությունները եղել են և այսօր էլ դեռ կան, իսկ Վլադիմիր Քոչարյանը ուղղակի խնդիր չէր դնում իր համար այդպես ապրելու։ Այսօր եթե ինձ լսում են և պիտի լսեն երևի այս հաղորդումը, ես չի ուզենա այն տպավորությունը լինի, որ Վլադիմիր Քոչարյանը դա մի օթեղեն, օթերում ապրող, լիրիկայով այնքան լցված, նաիվ, ժամանակ տաղանդավոր, արվեստագետ էր, տաղանդավոր էր, բայց երբեք ոչ այդքան օթեղեն էր, ոչ այդքան նաիվ էր, նա լավ գիտեր կյանքը, մեր շփումները դա էին ապացում, շատ լավ գիտեր, նույնիսկ գիտեր ուղիներ, թե ինչպես կարելի է արագ տեղ հասնել, բայց էլ եմ կրկնում, որ մարդ և նա այդ կարծիքին էր, և ինձ էլ ասել է, որ մի ժամ այդ ուղու վրա կորցնելը դա նշանակում է մի 2 տարի ֆորմայից դուրս նետվել, աշխատունակությունից զրկվել, և ինձ համար ամենամեծ փաստը իմ ընկերոջ, որ այսօր իհարկե նրա պակասությունը այսօր ինձ որպես արվեստագետի բավականին անհաղորդ է դարձնում, որովհետև իմ հաղորդակցության միջոցը, Վովայի միջոցով հաղորդակցվելը կյանքին, աշխարհին, ինձ համար մեծ նշանակություն ուներ և այսօր կարծես թե այդ մի, այսպես ասած, շատ կարևոր ինձ համար կապը կտրվեց։ Ես սա որպես սրբություն եմ պահում, որովհետև, չգիտեմ, շատ էի տեսել, շատ էի կարդացել, բայց հիմա շատ նոր իմաստով կարդացի, ես քո գրած տողերը, որ դու գրել ես 70 թվականին Վովային, ինձ համար ասում եմ շատ թանկ տող էր, հավատով, որ պիտի հանդիպենք չհաղթած, որպեսզի միասին հաղթենք, չափենք այս դատարկության խորությունը, չհուսահատվենք,
մեր բոլոր ճշմարտությունների համար պատրաստի կախաղաններ ունենանք, չհուսահատվենք։ Գրողը տանի օպտիմիզմը շատ եղավ, բայց չէ որ մենք կարող ենք այսպես նայել։ Արմեն 70 թիվ Երևան։ Մեր մեջ ապրում են մի տեսակ արարածներ, երկու ոտքով, մի գլխով, մի քթով կողքից նայում ես, կարծում ես, թե մարդ են, բայց ոչ։ Մարդ չեն, այլ մարդանման էակներ են, դրանք ամբողջ կյանքս ծիծաղել են ինձ վրա այդ էակները, որոնք իրենց մարդ են համարում։ Ավելին ասեմ, միայն իրենց են մարդ համարում, մնացածները լավ չեն շարժվում, լավ չեն խոսում, խիղճ են ասում, հավատ են ասում, կարգ են ասում։ Ու ես պիտի կռվեմ, ֆրոնտում չլինի, դաշտում չլինի, հաց ուտելիս, կարդալիս, քնելիս, որովհետև դա նոր կռիվ չէ, դա հին կռիվ է, Սպարտակից մինչև Լենին։ Ու հիմա քիչ է մնում, շատ քիչ է մնում, որ մարդու ամենահին, ամենասուրբ, ամենաազնիվ երազանքը իրականանա։ Քիչ է մնում, քիչ է մնում։ Զգացողություն կա։ Մի կողմից ցավի ու ափսոսանքի մի անբացատրելի զգացում, որ ոչ մի կերպ չես կարողանում հաշտվել, ոչ մի կերպ չես կարողանում հաշտվել։ Եվ ոչ միայն ես, երևի եւ իմ սերունդի եւ իքչոլի պակաս տարիքի մարդիկ, թատրոնի, կինոյի, ընդհանրապես մշակույթի մարդիկ վաղուց այսպիսի խորը ցնցում չէինք ապրել, վաղուց, զարմանալիորեն անսպասելի էր, զարմանալիորեն, և ընդհատվեց այնպիսի տեղ, որ թվում էր, թե արդեն որոշված էր մեծ մայրուղին, որը պիտի գնար, արդեն առանց վախենալու պիտի ասել դեպի մեծ արվեստը։ Ձեր խոսքի վրա հենց վերջին օրն էր մեր խոսակցությունը, որ ասեց ես իմ նախապատրաստական շրջանը իմ կյանքի ավարտեցի, հիմա սկսում եմ հասուն իսկական ստեղծագործական շրջան։ Իրոք, չնայած ես թույլ եմ տալիս ինձ նայած չհամաձայնվել, որտեղ նրա արածը, նրա թողածը արդեն հսկայական աշխատանք է։ Եվ զարմանալի բան, ես ասի իրարամերժ զգացում եմ ապրում, զարմանալ ես ապրում նաև հպարտության զգացում։ Հպարտության զգացում, որ հարուստ ենք եղել մենք ովայնուման մարդով։ Հիմա ես զարմանալի է հիշում եմ մեր առաջին հանդիպումը։ Ճիշտ 2 տասնամյակ առաջ էր։ Մեր ինստիտուտի 3-րդ հարկի միջանցքում կանգնած էր արտաքի շատ աչքին գնող մի երիտասարդ։ Առաջին հանդիպումը, հենց առաջին հանդիպումը ովայի հետ շատ պարտառոց տպավորություն թողեց։ Եվ հետո արդեն մեր աշխատանքի տարիները զարմանալի էր, գուցե նաև իր հոգու խռովքը, որ կար ներսում, արդեն դա նաև գալիս էր իր ուսուցչից, ում կուրսը ավարտեց, Գրիգոր Մկրտչյանի, որ մեր լավագույն ռեժիսորներից է, մեր հայ թատրոնի ժամանակի դժբախտաբար
ավաղ ոչ այնքան ճիշտ գնահատված եւ նրա հենց առաջին դերից սկսած Ռովայի Ֆրանսուଆ Մանշիրի բռններում Ռասկոլնիկովը ոչի եւ պատիժում Սուրենը պատվի համարում այս Սուրենը նախաղում էր Սուրենը այսօրվա համար նախաղում էր ես ինձ թվում էր որ ոչ մեկը չկա ոչ մի քեֆ ուրախություն չկա ոչ միտեղ չի գնում Սուրենը ոչինչ պարզապես խեղդվում է ոչ միայն խեղդվում է այդ տանը այլ ընդհանրապես խեղդվում է ընդհանրապես իրեն տեղ չի գտնում այսինքն այն ինչ որ հիմա կատարվում է մեր երիտասարդության հետ հետո իրես կան ես չեմ կարողանում մոռանալ անկեղծ ասած նրա Մոցարտը Սամի ապշեցնող դերակատարում էր այսպիսի նրբություն սա չգիտեմ երևի թե խաղ չէր սա մի թավջութակի կոնցերտ էր ես չեմ կարողանում մոռանալ այդքան նրբություն այդքան բարձր կուլտուրա այդքան ինտելեկտ այդքան կիրք զարմանալի էր զարմանալի Եվ ես չեմ կարող չխոսել նաև Ռովայի ռեժիսորական ձիրքի մասին, որ ավաղ մենք ի վերջո հնարավորություն չտվեցինք, որ դա բացվի այնպես ինչպես պետք է, բայց համենայնդեպս այն ինչ որ արեց Բրեխտի Կուրաժ մայրիկը եւ նրա երեխաները արդեն բոլորը գիտեն, դա ամենտեղ գրված է, որ դա դիպլոմի արժանացավ, նա շատ ուրախ էր այդ օրերին, նա բախտ ունեցավ աշխատելու Ժաննա Թովմասյանի նման դերասանու հետ, Արզո Արզումանյանի հետ, ընդհանրապես նա հասցրեց եւ Լենինականում եւ Երևանում աշխատել մեր եղած այն հատուկ անունների հետ, որոնք ի վերջո եղանակ են ստեղծում մեր թատրոնում Շատ հետաքրքիր ներկայացում էր նրա սեր ջազ եւ սատանա բեմադրությունը շռնդալից հաջողություն ունեցավ ինչպիսի հանդիսատեսային հաջողություն Հետո ինչ Դու գիտես Ինչ գիտեմ Ես ուզում եմ որ դու ինձ հետ գաս Որպես ինչ Հավանաբար որպես իմ կինը Ես չեմ կամենում լինել քո կինը Ես ամենևին մտադիր չեմ բավարարվել Քո էության միջնչին մասնիկով, որը կբարեհաճես հատկացնել ինձ Լավ, իսկ ինչ ես ուզում Ուզում էի Քո ողջ էությունը Ողջ հոգիդ
Ես գիտեմ, որ հիմա բոլորը, ովքեր Վովայի մասին ելույթ են ունենում կամ հիշողություններն են պատմում, սկսում են դրանից, որ իրենց շատ դժվար է Վովայի մասին խոսելը։ Գիտեք ինչ, քանի որ իմ եւ Վովայի վերաբերմունքը դեպի կյանքը եւ մահը լրիվ տարբեր էր, ուրիշների կարծիքի հետ չէր բռնում, եւ ես ու Վովան նույն մտքին ենք, որ այս կյանքը դա մի կյանք է, իսկ մյուս կյանքը դա մյուս կյանք է։ Դա շատ երկար խոսակցություն է, բայց քանի որ Վովան շատ զարգացած եւ հետաքրքիր մարդ էր, ես համոզված եմ, որ ինքը հիմա կա, գոյություն ունի, իմ կյանքում ամենայն դեպս։ Եվ մեր հանդիպումները Վովայի հետ բավականին հաճախ չեն եղել, մենք հատուկ ենք հանդիպում, բայց մեր հանդիպումները շատ ջերմ էին, մենք իրար շատ լավ հասկանում ենք։ Բացի զարգացած եւ խելոք մարդ եւ արվեստագետ լինելուց, Վովան ինձ մոտ էր իր հումորով, իր իմպրովիզացիոն հումորով, ինքը կարող էր անպատրաստ մի չտեսնված հետաքրքիր մի հումոր անել եւ մենք իրար հետ նույնիսկ չպայմանավորված այդ հումորը շարունակում ենք։ Ես հիմա հիշում եմ, երբ որ նկարում էինք Միքայել Նալբանդյանի մասին ֆիլմը, Միքայել Նալբանդյանի դերը խաղում էր Արտաշես Մեշյանը, մեր ճարտարապետ եւ երգիչ, դուք գիտեք, իսկ Վովան խաղում էր իր քննիչի դերը, շատ դաժան դեր էր եւ շատ խիստ, եւ մեկ անգամ Լենինգրադում Պետրոպավլյան այդ ամրոցում ամբողջ գիշերը նկարահանելուց հետո մենք առավոտը ժամը 6-ին դուրս եկանք եւ որոշեցինք ոտքով գնալ դեպի հյուրանոց, բավականին երկար էր ճանապարհը, բայց Վովան եւ Արտաշեսը հագնված էին 19-րդ դարի ուրեմն հագուստներով, ես չէի իհարկե։ Եվ փողոցները դատարկ էին, մենք գնում էինք, զրուցում էինք, բայց հետո կամաց-կամաց սկսեցին երևալ մարդիկ եւ մի կին հենց մեր դիմացը դուրս եկավ եւ զարմացած կանգնեց եւ նայեց Վովային եւ Արտաշեսին։ Եվ Վովան անպատրաստ ուղղակի մոտեցավ եւ ասեց. «Կարելի է ձեզ մի հարց տալ»։ Կինը վախեցած ասեց. «Այո», ասեց. «Դուք չեք ասի, իսկ որտեղ է հիմա Կերենսկին, ինչպես մենք կարող ենք իրան տեսնել»։ Դե մենք զսպեցինք մեր ժպիտները, կինը վախեցած փախավ եւ ուղիղ 5 րոպեից հետո եկավ մի միլիցիոների հետ։ Միլիցիոները խնդրեց, որ մենք հարցը կրկնենք։ Վովան հարցը կրկնեց, շատ լուրջ մթնոլորտ էր, բայց միլիցիոները երևում է ինքն էլ հումորի տեր էր, ասեց. «Ես ձեզ ուզում եմ նախազգուշացնել, որ դուք Կերենսկում չեք գտնի, որովհետև ինքը արդեն 17 թվից արդեն Պետերբուրգում չէ»։ Եվ մենք բաժանվեցինք։ Դա մի ուղղակի դրվագ էր, ընդհանրապես Վովան մեծ հումորի տեր էր։ Հիմա որ մտածում մենք գնացինք այդ նույն օրը, այդ նույն հագուստներով նկարվեցինք, միջև այդ նկարը իմ մոտ կա։ Արտաշես Մեշյանը մեկնել է ընդմիշտ Ամերիկա, Ամերիկայում է ապրում, Վովան չկա։ Եվ ես մտածում եմ, թե ինչու ենք մենք մարդիկ այդպես դաժան իրար վերաբերվում, երբ որ դեռ ապրում ենք, զգուշորեն չենք մոտենում իրար, չենք երևի լավը ցանկանում, իսկ երբ որ արդեն կյանքը ավարտվում է կամ արդեն չկա, մենք սկսում ենք շատ ջերմ խոսել մեր գնացածների մասին։ Պարզվում է, որ Վովան ուներ չտեսնված մեծ աշխարհ։ Թվում է, թե երևի բան չի արել, մի քանի դեր է խաղացել, մի քանի նկար է թողել, բայց պարզվում է, որ շատ մի մեծ աշխարհ է մեզ թողել։ Եվ ափսոս, շատ ափսոս, որ դեռ կենթանի ժամանակ, ֆիզիկապես կենթանի ժամանակ, շատ քչերը գիտեին Վովայի մասին։ Բարև ձեզ։ Տեսնում եմ լավ չեք։
Լսում եմ ձեզ։ Պարոն Նալբանդյան, մենք շատ ծանր զրույց պիտի ունենանք, բայց մինչև սկսելը ուզում եմ մի հարց տալ, զոտ մարդկային։ Ինչի հասակ դուք, ես կարդացել եմ այն ամեն ինչ գրել եք, կարդացել եմ ձեր հիշատակարանը, հոդվածները, բանաստեղծությունները, մի խոսքով ամեն ինչ։ Դուք կրթված ու տաղանդավոր մարդ եք, կարող էիք մեծ փառքի արժանանալ, իսկ հիմա ես ձեզ չեմ հասկանում։ Ինչ կպատասխանեք։ Դուք ձերբակալել եք ինձ, ուրեմն վախենում եք ինձնից։ Վերամբարձ խոսքեր մի ասեք, կործանեցիք ամբողջ ձեր կյանքը, հանուն ինչի, հանանում, ազգի, այդ որ ազգի, ուր է այդ ազգը։ Դուք ինձ երբեք չեք հասկանա, թեև կարդացել եք իմ բոլոր գրածները։ Ափսոս։ Ուզում էի անկեղծ զրուցել, բայց չստացվեց։ Ափսոս։ Սկսենք այն բանից, որ հետաքննող հանձնաժողովը արդեն ձեռքի տակ ունի բոլոր նյութերը համապատասխան վճիռ արձակելու։ Դուք մեղադրվում եք Լոնդոնի պրոպագանդիստների հետ կապերի ունենալու մեջ, Ելցինի Օգարյովի։ Դուք մեղադրվում եք հայերի միտքը պղտորելու մեջ, Ռուսաստանի հարավում։ Դուք մեղադրվում եք արտասահմանում հակակառավարական գրականություն հրատարակելու մեջ։ Դուք մեղադրվում եք հակապետական շարժում ստեղծելու մեջ։ Եվ սա դեռ ամբողջ ցուցակը չէ։ Իմ ամբողջ կյանքը։ Պարոն Նալբանդյան, այստեղ շարադրված է ձեր մեղանչագիրը, ստորագրեք, դա կմեղմացնի ձեր դատավճիռը։ Կան հասկացողություններ, ընդունված ստերեոտիպ հասկացողություններ են դրանք, որոնք ասում են հասուն շրջան եւ այլը, կապելով, որ արդեն մարդը դարել է իր գործի վարպետ, իր գործի մասնագետը։ Վովան երևի չի սազել այդ խոսքը, որովհետև Վովան իր էությամբ ծնված էր որպես արվեստագետ։ Դրա քաջ ապացույցը նրա գործերն են, ոչ միայն այն բնակավարում, որտեղ նա հիմնական աշխատում էր, այև այս, ես կասեի, փառահեղ խանճարեղ գործերը, որը շրջապատում են մեզ։ Վովան մարդ էր իր մարդկայնության։ Վովան տաղանդավոր էր։ Ամեն ինչում և կյանքում։ Ես շատ եմ ցավում, որ միայն մի գործ ենք արել իրար հետ, նկատի ունեմ Մենավոր Ընկուզենին, բայց պատրաստվում էինք աշխատել իրար հետ մեծ գործի վրա, բավականին բարդ մեծ գործի վրա։ Չեմ թաքցնում, նա ուրախ էր, նա երջանիկ էր, նա սպասում էր, սպասումների մեջ էր, որ կսկսվի այդ գործը, բայց ցավոք սրտին կատարվեց անդառնալին, որը և կարոտ թողեց, և ինձ որպես ռեժիսոր, և որքան էլ տարօրինակ չթվա իրեն։ Վահ Քոչարյանը
ինտելիգենտ էր Փարիզ բուն իմաստով։ Ու ինտելիգենտ մտավորական այսպես, բայց ինտելիգենտի հատկությունները երևի արդեն ուրիշ հատկություններ են, որոնք բացատրելու կարիք չկա, շատ ինտելիգենտ էր։ Վարպետացել էր արդեն իր գործի մեջ եւ ձեռք բերել այն ազատությունը, որին հատուկ է միայն իսկական արվեստագետ մտածողի։ Իսկ դա մեծ ձեռքբերում է։ Միաժամանակ Վովան երեխայի պես հրճվել գիտեր, երեխայի պես տխրել գիտեր։ Եվ երեխայի ժպիտ ուներ, մանկան ժպիտ ուներ։ Դա էլ ասում է իր հոգու մաքրության մասին, իր գեղեցկության մասին։ Ես չգիտեմ, թե որ գծովն ավելի կզարգացներ իր արվեստը, որպես դերասան, որպես ռեժիսոր, թե որպես գունանկարիչ, բայց ամեն դեպս նա այնքան լիքն էր, այնքան բան ուներ ասելու, որ իմ կարծիքով իր երկար կյանքը, եթե չընդհատվեր այս դժբախտության պատճառով, նա կհասներ եւ այն անել, եւ այն եւ մյուսը։ Հաճելի էր, որ նա մտնում էր կինոստուդիա։ Ինչ-որ մի կանոնային հաճույք կար նրա մեջ, գեղեցկություն կար նրա մեջ։ Իսկ հումորի զգացումը, լուրջ մտքերը երբեմն արտահայտելով հումորով, երբեմն մտազբաղ, երբեմն խորը, որոնք ասած հանրագիտական մտածելակերպով ելնելով մեր առաջ կառնում էր մի ճգնաղ գեղեցիկ մարդ։ Վովա Քոչարյանը բեմում եւ կինոյում խաղաց շատ պատասխանատու դերեր, շատ։ Բայց իր ամենապատասխանատու դերը, որ կրկնում եմ նորից եմ ասում, որ մենք պատրաստվում էինք իրար հետ անելու, մնաց անկատար։ Անկատար մնաց, բայց հիշատակը մնաց։ Մենք միշտ պետք է հիշենք։ Հիշենք, որ անկատար մնաց այն գեղեցիկը, այն մեծը, այն բազմակողմանին, որը պետք է աներ Վովա Քոչարյանը։ Ով ուզում է այստեղ ապրել, բանալին շեմքի տակ է, ներող եղեք, մենք չդիմացանք։ Միշտ ուզեցել եմ այս տունը մտնել, բայց բանալին շեմքի տակ է, հանիր։ Գիտեմ, կարծացի, գոնե եղել են այդ քույրերը, թե դա էլ է եկյատ։ Եղել են։ Մի գիշերվա մեջ հավաքվեցին ու գնացին։ Թե ուր։ Ոչ ոք չգիտե։ Ասում են, թե քույրերն ապրում են այն հույսով, որ մի օր փեսացուներ կհայտնվեն, բայց նրանք այդպես էլ չհայտնվեցին։ Չեմ հասկանում, ինչ ես ինձ բերել այդտեղ, հա? Լեռնասարում մարդ կխելագարվի։ Գիտես, ասում են քույրերը տարին մեկ անգամ հայտնվում են։ Հիմա մտնելու ենք այս անտերտունը, թե չէ։ Փորձիր։ Ովան ոչ միայն տաղանդավոր շնորհալի դերասան էր, ռեժիսոր, այլև շատ տաղանդավոր նկարիչ, որի մասին սակայն շատ քչերը գիտեին։ Նա չէր սիրում իր աշխատանքները ցուցադրել, լույս աշխարհ հանել, եւ այդ իմաստով շատ ուրախալի էր, որ ամսի 16-ին կինոյի տանը երբ կազմակերպվեց Վովայի ծննդյան առթիվ հուշ երեկո, բացվեց այնտեղ նրա ստեղծագործությունների առաջին անդրանիկ ցուցահանդեսը, որը շատ շատերի համար մի հայտնություն էր։
Ես դժվարանում եմ մի քիչ հիմա խոսել Վլադիմիր Քոչարյանի դերերի, այն իր կատարած դերերի մասին, թե դա խարակտերային դերեր են եղել, թե ինչ դերեր են եղել, ես կարող եմ ասել, որ եղել է մի գլխավորը, որ ֆիլմի իմաստը եւ Վլադիմիրը որպես տեսակ, մարդու տեսակ եւ որպես դերասան եւ դերակատարում, դրանք եղել են ինձ համար որպես մի երևույթ։ Երկու խոսքով, եթե ասեմ, ստացվում է այսպես մի բան, որ ճանապարհ դեպի Աստված, ճանապարհ դեպի այն ծանր ճանապարհ, դեպի այն քրիստոնեական արժանինքները եւ այդ ճանապարհին ինչ է կատարվում մարդու հետ։ Եթե պրիմիտիվ ասեմ, երևի այսպես պետք է ստացվի։ Դա մեծ մի մարդու ճակատագրի, մի մարդու կյանքի արվեստի նյութ կարող է լինել։ Եվ մենք աշխատում էինք Վլադիմիրը որպես դերակատար, այդ նյութը դարձնել մարմնային, դարձնել այդ հումք ընդունելը որպես հումք, դա դարձնել ճանաչելի եւ հասկացնել եւ հասցնել դեպի հանդիսատեսը։ Ինչքանով էլ դա հասնում տեղ։ Ես դա պետք է հանդիսատես ասի։ Ես գտնում եմ, որ 80%-ից երբեք չի իջել ներքև։ Դա իմ կարծիքն է։ Եվ ամենակարևորը, որ նա միշտ, եթե դա ինձ մոտ էր, եւ Վլադիմիր Քոչարյանին դա շատ մոտ էր թեմային, եւ նա այդ թեման տանում էր եւ թատրոնում, եւ ուրիշ ֆիլմերում էր, միշտ աշխատում էր որպես մարդ, Աստված եւ քո կյանքը այդ փիլիսոփայական կտրվածքի կողքը, ասենք, այսպես ասենք, մի քիչ բարդ ստացվում, եւ դե ֆիլմերն էին բարդ։ Նամանավանդ այս վերջի ֆիլմում մենք դա արդեն էլ ավելի կոնկրետացրել էինք, որովհետև եթե տեսնենք այսպես Արարման 8-րդ օրը, հետո մենք տեսնենք Սիրամարգի ճիչը եւ հիմա Արիուն ֆիլմը պետք է ամփոփեր։ Ամփոփեր ոչ միայն, ասենք թե շատ մատերիալ ընդունված խաչը, որ նա ֆիլմի ֆինալում պետք է տաներ, այդ խաչը նա տանում են իր մեջ։ Եվ ես կարող եմ ասել, որ այսպես ման, որ միշտ Վլադիմիրի հետ արդեն պայմանավորվել էինք։ Ինչ մարդու տեսակ է, ասում էինք, սատանայից միջև Քրիստոս։ Բայց սատանայից միջև Քրիստոս, որովհետև ժամանակակից մարդը այդպիսին է։ Նամանավանդ այդ մարդը, որը ուզում է գնալ դեպի Քրիստոս, իսկ Վլադիմիրը գնում էր դեպի Քրիստոս եւ գնաց դեպի Քրիստոս։ Մի անգամ վատ տրամադրություն ունեի, հանդիպել էի հերթական անարտարությանը կյանքի։ Հանդիպեցի Վովային։ Վովան ինձ տարավ Վարամաբերդ։ Ճանապարհին չէինք խոսում միասին։ Ցույց տվեց վանքը։ Հասկացա ինչի ցույց տվեց վանքը, որովհետև վանքը իրեն տեղին էր կանգնած, ժամանակին էր կառուցված։ Ամեն ինչ ճիշտ էր։ Մի խոսք ասում, հին խոսք ասում, իմաստուն մարդը քայլում է երկու ճամփով։ Մեկը երկնայինն է, մեկը երկրայինը։ Ու հազար ափսոս, որ նա շուտ գնաց երկնայինով։ Ես մի քիչ դժվարանում եմ ինչ-որ բան ասել, որովհետև ինչ էլ որ ասեմ, կլինի կիսատ, կլինի անկատար։ Իսկ Վովան շատ էր սիրում, երբ որ ամեն ինչ ճիշտ էր, պայծառ էր։ Չգիտեմ, դժվար է։ Դժվար է, բայց մի բան կուզենայի ասել հատկապես մեր ընկերներից, մեր մոտիկներին, որ երևի եթե մենք մի քիչ ապրենք եւ աշխատենք, չգիտեմ, գործենք, ինձ ոնց որ անում էր Վովան, ոնց որ ապրում էր Վովան, հաստատ մեր կյանքում ինչ որ բան կփոխվի դեպի լավը։
կյանքը ավելի պայծառանակ է, ավելի ճշմարիտ կլինի։ Հավատա ինձ հարկավոր է ինչ-որ բան փոխել մեր կյանքում, մեր երևի մոռացել են ինչ-որ լույս վառել փողոցում, սենյակում կամ հոգում մեր, շատ անգամ մեզ տանում են փողոցները մութ դեպի լույսը վառվող սենյակի, բայց խավարը պատում է աչքերը մեր ու խլում հողը ոտքի տակի, գոնե լավ է, երբ որ եղանակն է չոր ու լսվում է ձայները ոտքի, դու գիտես, որ գնում ես դու փողոցով և հանկարծ անապատ չես ընկնի, իսկ եթե անձրև է կամ ձյուն եկել կամ երկուս հանկարծ միանգամից, քեզ թվում է գնում ես դու ճահիճով, մյուս քայլդ երկին կտանի, հավատա ինձ հարկավոր է ինչ-որ բան փոխել մեր կյանքում, մեր Եթե նույնիսկ գնում ես ցերեկ, որով արևոտ ծանոթ փողոցով մեր, ինչ-որ մութ է պատում աչքերը մեր ու ստիպում է նայել ոտքի տակ, երևի մոռացել են ինչ-որ լույս վառել փողոցում, սենյակում կամ հոգում մեր, կամ հոգում մեր Այն օրվա այդ նախորդ երեկոյին ոտքի դատարանն է գալիս ներկայացումից հետո մենք երկար խոսեցինք, մի տեսակ տարօրինակ օր էր, միշտ չէր, որ Վովան լինում էր այդքան խոսուն, այդքան բաց իր մտքերով, անընդհատ խոսում էր իր ապագա ծրագրերի մասին, անընդհատ խոսում էր նրա մասին, որ իմ կյանքի մի էտապը ավարտվեց, վերջ, վաղվանից սկսվում է մի նոր էտապ, ու ասում էր, որ գիտես նենց զգացողությունը մեջ ես, կարծես ես վաղվանից ինչ-որ մեծ թռիչք է պատրաստվում, ես մեծ բաներ պիտի անեմ։ Ու շեշտում էր նկարչությունից պիտի, գրաֆիկական գործերից պիտի անցնեմ գեղանկարչության, նույնիսկ գիշերվա կեսին սկսեց ներկերը դասավորել, մտածում էր, որ կտավները պիտի գնեմ, նույնիսկ խոսում էր, թե ինչ թեմաներ ունի գեղանկարչության մեջ, Վովան ունենում էր դաժան րոպեներ, այդ րոպեներին նա նկարում էր այնպիսի գործ, ինչպիսին սա է, որը կոչվում է վախ, համարը սա ավտոպորտրետ է, բայց ունենում էր նաև լուսավոր, շատ լուսավոր րոպեներ, որ ավելի իրեն հարազատ էր և իրեն հոգուց էր, Եվ այդ րոպեներին գրում էր այսպիսի բանաստեղծություն. Կապույտ, անձայր, հավերժ ու լուսավոր երկնքում, հզոր ու գորշ իմ հարազատ ու մոխրագույն լեռներում, կարմիր արնոտ միշտ անհանգիստ և խելագար սրտերում, քո նուրբ կրքոտ շատ սիրելի ու սիրով լի աչքերում, զգում եմ խոր աննյութական հավերժական մի գաղտնիք, ու բռնկվում խենթանում է իմ հոգու մեջ մի մրրիկ։
Thank you.